Բարև ձեզ, Շանի Գյումրիի եթերում լրատվության ժամը, այսօր մարտի 7-ն է, օրն ուրբաթ։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով ուղերձ է փոխանցել, հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել իրեն և հրապարակային դարձնել այն։ Ուղերձում նախագահության կոչ է հղել հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել անդրադառնալով արդար դատավարության իրավունքին։ Վարդանյանը նշել է, որ այն պետք է անցկացվի բաց և միջազգային վերահսկողությամբ։ Նա ասել է, որ հացադուլը պայմանավորված չէ իր վիճակով կամ մեկուսարանում իր պայմաններով, ինչպես անցած անգամ, երբ 20 օր շարունակ հացադուլի մեջ էր։ Хочу еще раз подчеркнуть, что Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ իմ այս որոշումը ոչ մի կերպ պայմանավորված չէ ինձնով, իմ վիճակով կամ մեկուսարանում իմ պայմաններով, ինչպես անցած անգամ, երբ 20 օր շարունակ մինչև ապրիլի 24-ը, գիշերը 12-ը հացադուլի մեջ էի։ Սա բողոք է ընդդեմ գործընթացի, ընդդեմ նրա, թե ինչպես է իրականացվում այս դատական պրոցեսը։ Ես գիտակցել եմ ինչ եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների։ Ես գոչ եմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է։ Իմ պահանջները նույնն են, եթե դատում եք, դատեք պրոֆեսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ, իմ գործը արհեստականորեն մի առանձնացրեք։ Ինչու է իմ գործը առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ 1987 թվականից։ Վարդանյանը նաև կոչ է արել Բաքվին չխախտել սեփական օրենքներն ու ընթացակարգերը։ фальсифицируйте документы. Մի կեղծեք փաստաթղթերը, մի նենգափոխեք արձանագրությունները, չէ որ դուք ամեն ինչ ունեք, իմ բոլոր գաջետները, իմ բոլոր փաստաթղթերը, դատը մի դարձրեք ձևական դատավարություն, իմիտացիա, շոու։ Եթե դատում եք, դատեք ճիշտ։ Դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին, ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը, ի ափսոսանք բոլոր կողմերի։ Իր խոսքում Վարդանյանը նաև նշել է, որ լավատես է ու հավատում է, որ կհաղթահարենք բոլոր մարտահրավերները։ Ես լավատես եմ և հավատում եմ, որ չնայած այս ամենին հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները և նորից ապրելու ենք մեր հայրենիքում, հարևանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց։ Հավատում եմ, որ կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ։ Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն, ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված։ Արցախի նախկին պետնախարարը շնորհակալություն է հայտնել իրեն աջակցելու ու այնտեղ կատարվողի նկատմամբ անտարբեր չլինելու համար։ Լյոխ լավա լինելու, ուղերձն այսպես է եզրափակել Վարդանյանը։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին նամակ է հղել Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը։ Եվրախորհրդարանականն իր նամակում ընդգծել է, որ Վարդանյանի կալանավորման և դատավարության հետ կապված խնդիրները չեն համապատասխանում միջազգային դատաիրավական չափանիշներին։ Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի ուշադրությունը Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ներկայությամբ վրա ուղղելու նպատակով նրան նամակով դիմել է Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը։ Դատավարության և կալանավորման հետ կապված խնդիրներից բացի Կարթեյզերը նշել է, որ Ռուբեն Վարդանյանի սկսած հացադուլը ևս մեծացրել է մտահոգությունները, քանի որ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչը վտանգ է ներկայացնում նրա կյանքի համար։ Պարոն Վարդանյանի հետ միասին Ադրբեջանում պահվում են ևս 22 հայեր, որոնց իրավունքները խախտվում են, նրանց կալանքը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, ես խորապես երախտապարտ կլինեմ, եթե դուք ցուցաբերեք ձեր աջակցությունը այս հարցում։ Վստահ եմ, որ Եվրամիության կողմից ձեռնարկված կոնկրետ քայլերը կարող են էականորեն օգնել այս կալանավորված անձանց։ Կա աճող մտահոգություն, որ նրանք կարող են օգտագործվել որպես պատանդներ։
Նամակում պատգամավորը կոչ է արել դիտարկել հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցով դիմելու հնարավորությունը, իսկ դրանից հետո աջակցել նրանց ապահով վերադարձին Հայաստան։ Եվրախորհրդարանականն իր նամակը եզրափակել է նշելով, որ այս ամենը անշուշտ պայմանավորված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առկա բարդ հարաբերություններով։ Նախորապես հույս է հայտնել, որ Եվրոպական միությունը կշարունակի նպաստել այդ հարաբերությունների բարելավմանը եւ կօգնի պաշտպանել Հայաստանի իրավունքներն ու անվտանգությունն այս պայմաններում։ Ու անվտանգությունն այն պայմաններում, երբ ցանկացած պահի կարող է բռնությունների նոր բռնկում լինել։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադառնալով Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացին նշել է, որ կարևորում է միջազգային հանրության ուշադրությունն այս կարևոր հարցին։ Քանի որ մենք ունենք խումբ, անձանց, որոնք ապօրինի կերպով ազատությունից զրկված են, նշված պետությունը ըստ էության գաղափարային է, որ միանշանակ բոլորի իրավունքների պաշտպանությունը պետք է առաջնահերթ լինի, իհարկե մտահոգությունները շատ են, սկսած խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հնարավոր իրավիճակներով եւ այլն, եւ ես ինքս բազմիցս նշել եմ, որ անկախ նույնիսկ այս ամեն ինչից ըստ էության չի կարելի պատկերացնել անկախ եւ անկողմնակալ դատավարություն Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ եւ այս առումով նաեւ ես ողջունում եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի հայտարարությունը հարցի հետ կապված։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նիստում կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Կոչին ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է, որ արդարության հասնելը պահանջում է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր մեղադրվում են իր խոսքով պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ռազմական ագրեսիայի, խոշտանգումների եւ այլ ծանր հանցագործությունների համար։ Զվարթ Ղազարյան, Հորիզոն։ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ ամփոփվել են զինվորական դատախազության 2024 թվականի աշխատանքները։ Գլխավոր դատախազը իր խոսքում ընդգծել է, որ մեծ ուշադրություն են դարձնում բանակում կարգապահությանը եւ իրենց նպատակը մեկն է՝ նվազեցնել ենթամշակութային տարբեր դրսևորումները բանակում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված է ավելի կարգապահ կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։ Մենք շատ կարևորում ենք տարեսկզբյան այս մեր համատեղ վերլուծությունները նախ կատարած աշխատանքի եւ նոր նախաձեռնությունների ու մարտահրավերների ուղղությունների ուրվագծումը։ Մենք այս տարի, պարոն նախարար, կենտրոնացել ենք առաջնահերթ բոլոր հանցագործությունների շատ հասցեական եւ արագ բացահայտմանը, նախաքննության իրականացմանը եւ դատարան ուղարկելուն։ Պարոն նախարար, մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձրել բանակում կարգապահությանը, նաեւ ես շնորհակալ եմ, որ ձեր հրավերով ես մի քանի վարպետաց դաս եմ մեկն անցկացրել եմ եւս մի քանիսը կանցկացնեմ մեր բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունում։ Մեր նպատակը մեկն է, որպեսզի ենթամշակութային դրսևորումներ նվազեն բանակում եւ սպայական առաջնորդությունը լինի, հրամանատարական առաջնորդությունը լինի մեր եւ ձեր համատեղ աշխատանքի արդյունքը բանակում, մեր բարեփոխվող բանակում։ Մենք շարունակելու ենք աշխատանքն այս ուղղությամբ, նաեւ մենք շարունակելու ենք աշխատանքը ապօրինի օտարված գույքի բացահայտման եւ վերադարձման ոլորտում։ Դուք գիտեք, որ մենք արդեն մոտ 8 զորամասի վերաբերյալ ունենք ուսումնասիրություն, ունենք վերադարձված զորամասեր, ունենք զորամասեր, որոնք պետական շահերի պաշտպանության ոլորտում են քննության առարկա եւ յուրաքանչյուր միավոր, որ հասցեական չի ծառայել բանակի նպատակներին, պետք է վերադարձվի պետական բյուջե եւ նորից մտնի բանակաշինության գործի մեջ։ Սրանք մեր առաջնահերթություններն են, պարոն նախարար, դրանք շարունակելու են մնալ, կարգապահությունը առաջնահերթ եւ մենք մի փոքր ձևափոխում ենք արել մեր կառուցվածքի մեջ, որպեսզի զինվորական դատախազությունները ավելի հասանելի լինեն բանակային կորպուսներին։ Մենք Տավուշի
առանձին ստորաբաժանում ենք այս տարի արդեն ձևավորել եւ տեղակայել եւ 2 կայազոր ենք առանձնացրել Սյունիքի մարզում հաշվի առնելով մարզի առանձնահատկությունները, որպեսզի մաքսիմալ հասանելի լինեն եւ դատարանները եւ բանակային կորպուսները եւ նաեւ զինվորական դատախազները կարողանան զորամասեր այցելել եւ ավելի մոտ լինել հրամանատարական կազմին։ Գործընկեր կառույցների այս համագործակցությունը էական դերակատարում է ունենում շարքերում համագործակցությունը ավելի ինտենսիվացնելու համար, որովհետև մենք սրանով նաև ցույց ենք տնում, որ գործընկերային համագործակցությունը ամենաառաջնայինն է եւ բանակում կարգապահությունը նոր մակարդակի բերելու եւ բարձրացնելու համար մենք պատրաստ ենք ավելի ինտենսիվացնել մեր համագործակցությունը եւ իհարկե ողջունում եմ, որ դուք քայլեր եք ձեռնարկում նաև զինվորական դատախազության տարբեր օղակների ավելի մոտ դարձնելը մեր զինվորական օղակներին։ Իհարկե զինված ուժերում շարունակում են լինել խնդիրներ, ցավալի դեպքեր, այդ թվում նաև մահվան դեպքեր, եւ ինչպես նշվեց, այո, դրանց բացահայտումները շատ կարեւոր են ու էական է, որ վերջին տարիներին մենք չունենք չբացահայտված դեպքեր։ Բայց միևնույն ժամանակ շատ կարեւոր է, որ մենք մեր աշխատանքով կարողանանք կանխել այդ դեպքերը եւ ես պիտի նշեմ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ռազմական ոստիկանության ակտիվ ներգործության պայմաններում բազմաթիվ դեպքեր են բացահայտվել եւ կանխվել, որը կարող է բերել ցավալի հետևանքների, բայց հետեւական աշխատանքը պիտի չդանդաղի եւ նաեւ մեծ դերակատարում ունեն հակահետախուզության գործընկերները, ովքեր մեզ համար երբեմն դեպքեր են բացահայտում, որ մեզ հասանելի չէ եւ գործընկեր կառույցների այս համագործակցությունը շատ մեծ նշանակություն ունի, որպեսզի բանակը օր առաջ դառնա ավելի կարգապահ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կընդունի Ուկրաինային օգնությունը վերսկսելու մասին, երբ համոզվի, որ Կիևի իշխանությունները ձգտում են խաղաղ կարգավորման, սակայն օգնությունն առայժմ կասեցված է։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը։ Ինչպես հայտարարել է Հեքսեթը, Թրամփն աշխատում է երկու կողմի հետ եւ նրա կարծիքով միայն Միացյալ Նահանգների նախագահը կարող է Ռուսաստանին եւ Ուկրաինային նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։ Ավելի վաղ Վաշինգտոնը դադարեցրել էր ռազմական օգնության մատակարարումները Կիևին, սակայն մարտի 5-ին Սպիտակ տան վարչակազմի աղբյուրն ասել էր, որ Միացյալ Նահանգները կարող է վերսկսել զենքի մատակարարումները Ուկրաինային, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնագիր ստորագրի հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ։ Միջազգային ուշագրավ թեմաները ներկայացնենք տեսաշարով։ Այսօր առավոտյան ռուսական զորքերը հրթիռներով եւ ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում են գործել Ուկրաինայի էներգետիկ եւ գազային ենթակառուցվածքների վրա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության ղեկավար Գերման Գալուշչենկոն։ Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները էներգիայի եւ գազի մատակարարումը կայունացնելու համար, գրել է Գալուշչենկոն Facebook-ում։ Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության Ռուսաստանի Դաշնությունը կիրառել է կալիբր հրթիռներ Tu-95 ռմբակոծիչներ։ Խարկովի Կիևսկի շրջանի ենթակառուցվածքային օբյեկտներից մեկում հարձակման հետևանքով տուժել է առնվազն 5 մարդ, իր հերթին հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Հարվածը հասցվել է քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտին։ Շենքի փլատակներից դուրս է բերվել մի կին, նա ողջ է եւ այժմ բժիշկների կողմից հետազոտվում է։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դեպքի վայրում հրդեհ է։ Վնասվել է նաեւ հարակից բնակելի շենքը։ Բոլոր բնակիչները տարհանվում են, գրել է նա Տելեգրամում։ Եվրամիության առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում համաձայնության են եկել Եվրոպան ռազմականացնելու 800 միլիարդ եվրոյի ծրագրի շուրջ։ Ծրագիրն առաջարկվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից, հայտնել է France Press գործակալությունը։ Եվրամիության առաջնորդները հավանություն են տվել պաշտպանությունը ուժեղացնելու Եվրահանձնաժողովի ծրագրին, ասվում է հայտարարության մեջ։ Եվրահանձնաժողովի Եվրոպայի վերազինման ծրագիրը նախատեսում է ներդրումներ Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրում, ավելի վաղ հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը։ Նա առաջարկել էր 4 տարվա ընթացքում եվրոպական պետությունների բյուջեներից հավաքել 800 միլիարդ եվրո Եվրոպան վերազինելու ծրագրի ֆինանսավորման համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության։ Ես պատրաստ եմ խոսել նախագահ Պուտինի հետ, երբ ես Զելինսկին եւ մեր եվրոպացի գործընկերները համարենք, որ դրա համար հարմար պահ է եկել, ասել է Մակրոնը։ Վերջին անգամ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները հեռախոսով զրուցել են 2022 թվականի սեպտեմբերին։ Մակրոնը չի բացառել, որ եվրոպական երկրների իշխանությունները կարող են վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ իր հերթին ասել է, որ
Ոչ ոք չի արգելում Ֆրանսիայի նախագահին զանգահարել Պուտինին եւ Մոսկվան բաց է շփումների համար։ Հաջորդ շաբաթ նախատեսվում է ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունների հանդիպումը Սաուդյան Արաբիայում։ Դեռևս կան հակասություններ հանդիպան ամսաթվի եւ վայրի հետ կապված։ Տարբեր աղբյուրներ նշում են տարբեր քաղաքներ եւ ամսաթվեր՝ Ռիադում կամ Ջիդայում մարտի 11-ին եւ 12-ին։ Ուկրաինայի նախագահը սոցցանցերում գրել է, որ երկուշաբթի կայցելի Սաուդյան Արաբիա, որտեղ կհանդիպի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանի հետ։ Այնուհետև իր թիմը կմնա Սաուդյան Արաբիայում ամերիկացի գործընկերների հետ աշխատելու համար, հավելել է Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, ինչպես նաև կարող է լինել պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, հայտնել է France Press գործակալության աղբյուրը։ Starship տիեզերանավի նախատիպի 8-րդ փորձնական արձակումը, որը նախատեսված էր դեպի երկրի ցածր ուղեծիր թռիչքների եւ դեպի լուսին անձնակազմով թռիչքների համար, ավարտվել է անհաջողությամբ։ Այն պայթել է մեկնարկից անմիջապես հետո։ Դատելով հեռարձակված տեսանյութից, տիեզերանավը պայթել է մոտ 150 կմ բարձրության վրա մեկնարկից մոտավորապես 10 րոպե անց։ Մեկնարկային հրթիռից բաժանվելուց կարճ ժամանակ անց նավը սկսել է քաոսային պտտվել, որից հետո հաղորդակցությունն ընդհատվել է։ Միաժամանակ Super Heavy հրթիռային սարքը բարեհաջող վայրեջք է կատարել ԱՄՆ Տեխաս նահանգի Starbase արձակման վայրում։ SpaceX-ը հայտարարել է, որ կվերլուծի վերջին արձակումը, որպեսզի հասկանա վթարի պատճառը։ Ընկերությունը նաև հայտնել է, որ պայթյունը տեղի ունեցել մի քանի շարժիչների կորստից հետո։ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը դեռ չի մեկնաբանել փորձարկումը։ Ֆլորիդայի 4 օդանավակայաններ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը Starship տիեզերանավի բեկորների ընկնելու սպառնալիքի պատճառով։ Ալա Ղալաչյան, Հորիզոն։ Որտեղ են սկսվում քաղաքական PR-ի էթիկայի նորմերը եւ ընդհանրապես ինչ է կարելի, ինչ չի կարելի մինչ քարոզարշավն ու դրա ընթացքում։ Գյումրիում ընթացող նախաքարոզարշավային քարոզարշավը խախտել է բոլոր կանոնները, անցել էթիկայի նորմերը։ Այս մասին խոսել է Հայկական PR ասոցիացիայի գործադիր կազմի անդամ Արմենուի Մխոյանը։ Սոցցանցերը թելադրում են քաղաքական PR-ի ժամանակակից մոտեցումներ, բայց Գյումրիում ըստ մասնագետի այդ ամենն արվում է առանց մշակված արշավային ռազմավարության, երբեմն մրցակից թեկնածուներին ու նույնիսկ իրենց հեղինակությանը վնասելով։ PR կամ հասարակայնության հետ կապեր, հարաբերություններ։ Տերմինն առաջացել է անցյալ դարի սկզբին, եւ մինչ օրս այս համակարգն աշխատում է կազմակերպությունների կամ անհատների հեղինակությունը բարձր պահելու վրա։ Այս ընթացքում Գյումրիում գործ ունենք քաղաքական PR-ի հետ, կամ որ նույնն է ընտրարշավի։ Ու հենց սկզբից էր այդ ընտրարշավը մեկնարկեց հակաքարոզչությամբ։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը սկսեցին հեռավար, օնլայն վիճել կարգախոս հեշթեգների ընտրության հարցում։ Մեղավորը ստացական դերանունն էր՝ մերը։ Թեկնածուները փորձում էին պարզել, թե ով է ավելի շուտ ասել, որ ինքն է մերը։ Մինչ երկու ուժ այս հարցի շուրջ էին վիճում, երրորդը իր հեշթեգում ավելացրեց մեկ այլ ստացական դերանուն՝ ձերը։ Երբ երկու քաղաքական ուժեր իրար հետ վիճում էին ինչ-որ խնդրի շուրջ, երրորդը շատ հումորային կերպով սկսեց դա օգտագործել։ Դա ավելի ճիշտ տարբերակ է։ Քաղաքական ուժերի պայքար չենք տեսնում, անձնային պայքար է, բայց նույնիսկ այդ անձնային պայքարը այդ այն ձևով պիտի լինի, որ ներկայացնի, ամենաառաջինը ներկայացնի գաղափարախոսությունը, ծրագրային պայքար լինի, ոչ թե լինի մեկը մյուսի արածը կամ չարածը վարկապեկող, էթիկայի կանոններից դուրս ընտրապայքար։ Հայկական PR ասոցիացիայի գործադիր կազմի անդամ Արմենուի Մխոյանը նշում է, Գյումրիում գրեթե չկա գրագետ մշակված ռազմավարությամբ նախընտրական արշավ անցկացնող ուժ։ Պայքարը PR-ի բոլոր կանոնների խախտումներով է։ Թեկնածուները ոչ թե իրենց առավելություններն են նշում, այլ մրցակցի թերությունները։ Հին ու նորն են հիշում, հիշեցնում ժամանակակից ձևերով փաթեթավորված։ Շատ պարագայում այն ինչ որ տարիներ առաջ աշխատել է ընտրողի համար, հիմա ինքը չի աշխատի։ Այս պարագայում, որովհետև նախ հարտակներն են շատացել, նախ, չգիտեմ, ընտրողն է շատ ավելի արդեն գիտակ, իրազեկ, դրա համար ամենաառաջին ու ամենակարևոր բանը ընտրողի հետ ազնիվ գտնվելն է։ Երբ որ ընտրողի հետ դու ազնիվ գտնվեցիր, դու արդեն հաջողություն կունենաս։ Իսկ ինչ է նշանակում ընտրողի հետ ազնիվ լինել։ Չտալ խոստումներ, որոնք գեղեցիկ են, բայց անիրատեսական։ Մի բան, որի պակասը հայաստանյան ընտրություններում երբեք չի եղել։ Բան չփոխված խոստումների արանքում բառապաշարն էլ չի փոխվել։
Իսկ բառապաշարի ընտրությունը ըստ մասնագետի եւս շատ կարեւոր է ընտրարշավի ընթացքում։ Հաղորդակցության մեջ գոյություն ունեն այսպես ասված պարազիտ բառեր, որոնք որ մարդիկ օգտագործում են կամա թե ակամա, բայց այդ բառերը ոչ միայն իրենց չեն օգնում, այլ հակառակ պատկերն են, հակառակ ազդեցությունն է տալիս։ Միգուցե կարող է զարմանալի թվա, բայց երբ որ շատ ես օգտագործում ժողովրդավարություն, մեկ ազգ, մեկ հայրենիք, չգիտեմ, նույն հորդորում եմ, չգիտեմ, չի կարելի։ Ընտրողը նման բառեր չպետք է լինի, որքան ազնիվ, որքան ավելի շատ գաղափարը ներկայացնող ծրագրեր լինի, այդքան շատ ավելի հաջողություն կարող է ունենալ տվյալ քաղաքական ուժը։ Սխալ բառապաշարի ընտրությունը մրցակցի հասցեին վատ բան ասելը, ավելին զրպարտելը հակառակ էֆեկտ է ունենում տվյալ թեկնածուի համար։ Ավականու թեկնածուների ցուցակն առաջնորդող առանցքային համարվող մարդիկ մեկմեկու անցյալն ու ապրած կյանքը հիշեցնելով դիվիդենդներ են ակնկալում, բայց վերջնարդյունքում իրենք իրենց էլ վնասում են։ Շատ հաճախ իրենք վնաս են տալիս իրենց, այսինքն չիմանալով, չգործելով, սխալ բառ արտասանելով, նույն հակաքարոզչություն անելով եւ իրենց եւ նաեւ դիմացինին մյուս ուժերի նկատմամբ իրենք արդեն ընտրողի մոտ բացասական վերաբերմունք են ձևավորում։ Այսինքն խոսքը սև PR-ի մասին է, որը շատերի կարծիքով նույնպես ազդեցիկ կարող է լինել։ Այն խոսույթը շահարկելով, թե հակագովազդը նույնպես գովազդ է։ Մասնագետը չի կիսում սև PR-ի արդյունավետության մասին պատկերացումները։ Սև PR ասվածը, որը շատ ավելի շատ ռուսական կողմի, ներմուծվածն է, ինքը PR չի կարող լինել։ Սև PR-ը, այսինքն դու անում ես մի բացասական բան, որի մասին որ սկսում են անդադ քեզ նայել, բայց քո լավ արած գործի մասին չեն խոսում են բացասականների, այն բացերի մասին, որ դու իրականացնում ես։ Այսինքն դու չես կարող ասել մի բան, որը քո դեմ է, ու դա ընտրողների համար լավ ընկալվի, լավ դիտվի։ Գյումրիի հետ ասոցացվող ամեն բան, ֆայտոնը, թաղերը, դոմիկները, թասիբը այսօր դարձել են նախընտրական տարրեր։ Քաղաքական գործընթացներում ու PR-ի տեսանկյունից արգելված չեն, եթե մատուցվում է տեղին։ Քաղաքական ուժերի անվան տակ ընտրողները կոնկրետ ավականու թեկնածուների առաջին համարներին են կարևորում։ PR մասնագետն է բացատրում, սա հենց այդ քաղաքական ուժերի ոչ ճիշտ քարոզարշավային մոտեցման արդյունքն է։ Հետևանքում բաց է մնում տեղական ինքնակառավարումը ստանձնել հավակնող թիմի ուսումնասիրությունը, թե ապագա քաղաքապետին ովքեր են օգնելու այս հարցում։ Լուսինե Հայրապետյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Գյումրեցի 15 նկարիչների աշխատանքներն այսօր գարնանային ու տոնական տրամադրություն են հաղորդել Գյումրիի համայնքային ցուցասրահում։ Շուրջ 5 տասնյակ գործեր, որոնցում պատկերված է բնության եւ մարդու գեղեցկությունը, ներկայացվել են մեկ համատեղ ցուցահանդեսում, որը գարնանային սալոն անունն է կրում։ Կտավները տարբեր հեղինակների ստեղծագործություններ են, բայց ներկայացված բոլոր աշխատանքներում գերակշռում են վառ գույները, գեղեցքի հանդեպ սերը եւ այն յուրովի ներկայացնելու մոտեցումը։ Գյումրեցի նկարիչների աշխատանքներում սերն է քաղաքի ու դրա բնակիչների նկատմամբ։ Եկեղեցիները, պատմական միջուկի փողոցներն ու պատմական տները, ինչպես նաև մարդիկ, որոնք հետք են թողել քաղաքի պատմության եւ մշակույթի մեջ։ Ցուցահանդեսի համադրողը Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ նկարչուհի Սուսաննա Մկրտչյանն է։ 15 նկարիչների համատեղ գարնանային սալոնով համայնքային ցուցասրահում տրվեց այս տարվա անհատական ու խմբային ցուցահանդեսների շարքի մեկնարկը։ Վստահ եմ մասնագիտական նսարանը շատ ավելի լավ արվեստասերը եւս գիտի, որ այսպիսի միջոցառումների նպատակն է մեկ հարկի տակ համատեղել հնարավորինս շատ թվով արվեստագետների եւ ստեղծել արվեստային միջավայր, մի կողմից ստեղծելով սերունդների երկխոսություն, մյուս կողմից հնարավորություն տալով տարբեր մարդկանց լինել մեկ ցուցահանդեսային միջավայրի մեջ։ Մեզ համար մեծ պատիվ է այսօր տեսնել այնպիսի արվեստագետների նկարներ այստեղ կախված, որոնց հետ առիթ ունեցել ենք նաև անհատական ցուցահանդեսներ ունենալ եւ կան նաև այնպիսի արտիստներ, որոնց հետ համահավաք ցուցադրություններ են կարելի։ Այժմ նրա հոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։